Բարև ձեզ, Երևան Today-ի հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Խաչատրյան, եթե թույլ տաք, մեր զրույցը սկսենք երեկվա միջադեպից, ինչ կատարվեց եւ ինչը տրիգեր ծառայեց ԿՊԱ-ների համար։ Ընդունենք, որ այս պայմաններում, որով հայտնվել է երկիրը եւ այն ռեպուտացիոն անկումը, որը ունի քաղաքպայմանագիրը, իրենց ամբողջ կուսակցությունը եւ կուսակցության ղեկավարության եւ կառավարությանը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին խիստ ջղագրգիռ վիճակի մեջ է դրել։ Դեռևս անցյալ շաբաթ չորեքշաբթի օրը հարցոպատասխանի ժամանակ, երբ սովորական հարց էր տալի, որ կոռուպցիայի վերաբերյալ այսքան անդրադարձ կամ մամուլում հետևանք չենք տեսնում, լեգիտիմ հարց, նորմալ հարց հունից հանեց, որովհետև իրենք հասկանում են, որ բոլոր ասպարեզներում ձախողել են։ Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, միայն թե ստանա մի թղթի կտոր, որի վրա գրված լինի խաղաղություն, որպեսզի այդ թղթի կտորով գնա ընտրությունների եւ ասի ժողովուրդ, ես ձեզ բերել եմ խաղաղություն, խոստացել եմ խաղաղություն, ահավասիկ խաղաղությունը, հիմա իմ օգտին քվեարկեք, որ դա խորացնեմ։ Ադրբեջանը չի ստորագրում այդ թղթի կտորը, հավելյալ զիջումներ է պահանջում, արտաքին ճակատում փորձում է թե արևմուտքի հետ հարաբերությունները բարելավի կամ խորացնի, թե Ռուսաստանի հետ է փորձում հարաբերությունները պահի, բայց որևէ կողմից մենք չենք տեսնում որևէ դրական ազդակ, ձախողել է այդ ամեն ինչը։ Իսկ որ մերկապահանոց չհնչեմ, Կայա Կալասը, Եվրամիության արտաքին գործերի ղեկավարը, պատասխանատուն, այցելեց Բաքու, հետո գնաց Մոլդովա, Հայաստան այդպես էլ չեկավ։ Մնացածը դատարկ խոսքեր են։ Ռուսաստանի հետ տեսանք այդ ամեն ինչը։ Տնտեսության վիճակը խիստ վատ է, այս տարի առաջի եռամսյակը համեմատած նախորդ տարվա առաջի եռամսյակի հետ արդյունաբերությունը շուրջ 20% է նվազել, փոխանցումները դրսից համենակրկնակի են նվազել, պարտքը հավելացել է մոտ 12%-ով եռամսյակի վրա։ Եվ այս ծանր վիճակում իրենք ուղղակի ջղագրգիռ վիճակում են, որովհետև մարդիկ տեսնում են այս ամեն ինչը, եւ սրան էլ գումարենք օրինակ Գելլափի վերջի հարցախույզի պատասխանները, ամեն հարցից, լեգիտիմ հարցից իրենք ուղղակի պորտկում են։ Հիմա առանձնակի զգայուն է հնչակերտավոր կոռուպցիայի հետ կապված, որովհետև իրենք եկան իշխանության դրոշով, չէ, կոռուպցիա, թալան, բերենք, փակենք, սաղին նստացնենք, մենք ազնիվ ենք, բյուրեղապետական մաքրություն ունենք, բայց տեսնում ենք, ովքեր էին Պանիկովսկիները մինչև հեղափոխություն եւ ովքեր են ինչ են հիմա։ Այսինքն այլևս չեն կարողանում ազնիվ եւ արդար ձևանալ, ճիշտ եմ հասկանում։ Գիտեք, իրենք փորձում են ազնիվ եւ արդար ձևանալ, բայց այդ ամեն ինչը մարդկանց աչքի առաջ է, գիտեք, Հայաստանը, Չինաստան չի էլի, որ միլիարդից ավել լինեն, բոլորը բոլորին ճանաչում են, հարևաններ ունեն, ծանոթներ ունեն, տեսնում են այս ամեն ինչը։ Հետո ասում են կբերենք, ուրեմն չգիտեմ, գույք կբռնագանձենք, կբերենք ժողովուրդ, ձեզ կբաժանենք։ Հիմա ասում եք, լավ, 7 տարի իշխանություն եք, դեռևս խոսում եք ներկա շարունակական, ասում ենք, անում ենք, փորձում ենք, պայքարում ենք եւ ապառնիով կանենք, կբերենք, կլցնենք։ Բայց 7 տարի դու ինչ ես արել, ինչ արդյունք ունես։ Չկա այս ամեն ինչը եւ բարձր է, որ ջղագրգիռ պիտի լինի։ Այնուամենայնիվ իրանք շարունակում են ասել, որ բյուջեն ավելանում է եւ այլն, մի կողմ թողնելով, որ պետական պարտքն էլ է կրկնակի ավելանում։ Բյուջեն անցյալ տարի շուրջ 223 միլիարդ դրամ թերակատարվել է։ Դա նշանակում է թերակատարվել է կապիտալ ծախսերը։ Աշխատավարձերը իրանք չէին կրճատի իրանց աշխատավարձը։ Նշանակում է կրճատել են հիմնական ներողություն, ուրեմն հիմնական միջոցներում ծախսերը, կապիտալ ներդրումները։ Սա է։ Իսկ տեսեք, դուք ազգային ժողովում եք անորակ ասֆալտից, կոռուպցիայից շատ եք խոսում։ Հիմա մեր լսողին, քաղաքացուն կարող ենք բացատրել, թե որտեղ են այդ գումարները գնում, եթե իրենց կյանքը չի բարելավում, կոռուպցիան շարունակվում է, պարտքը մեծանում է եւ այլն։ Մսխվում է գումարները։ Իսկ ոչ այո, իշխանության կողմից տեսեք ճանապարհը իբրև թե ասֆալտապատում են,
մեծ գումարներ են դրա տակ դնում, ասում են ճանապարհ են կառուցում, մի քանի ամիս անցնում է առաջին ճաքերը, տարվա վերջում արդեն փոսերը։ Հիմա ասում ենք, գիտեք, եթե դուք օրինակ 4-շաբթի էր ասում, 3-շաբթի գայիք, պետք է նավով գայիք, որովհետև Բաղրամյան փողոցան երթևեկելի չէր ուղղակի։ Հիմա չէ, եթե ամեն անորակ է, մենք փողը չենք տալիս, հետո որ չես տալիս։ Նախով ասես որ չես տալիս, եթե դու կատալոգական ես ցույց տալի, նշանակում է փողը տալիս ես։ Եվ երկրորդը քաղաքացու մեքենան կոտրվում է այդ փոսի մեջ։ Իսկ քաղաքացու վնասը փոխհատուցում ես։ Պետական միջոցներով ճոխ պատավատներ են առնում, ջարդվում է, պետական փողերով վերանորոգում են քաղաքացու մեքենան, որ փոսի մեջ ջարդվում է։ Դրանցից մեկը, ով մրցույթ է կազմակերպել, ընդունել է ճանապարհը, վճարել է, պատասխան տալու է, թե չէ։ Սելիմոն քաղաքացու կյանքը ոչինչով չի բարելավել, տնտեսական աճ են ցույց տվել, տնտեսական աճը հասկանում ենք, չէ՞։ Ռուսաստանից ոսկին ստանում էին, արտանում էին Միացյալ Արաբական Էմիրատներ, լավ, 1 միլիարդի ստացել էին, 1.5, եթե չեմ սխալվում, ներմուծում էր եղել, 4-ից ավել արտանում էր եղել։ Մենք տարանցիկ երկիր ենք։ Բայց այդ 2.5 միլիարդը իբրև հավելյալ արժեք գնացել է, իբրև թե մենք ենք արտադրել։ Եվ դա էլ որ չլինի, բա տնտեսական աճը իշ ոնց էին ցույց տալի։ Բայց հիմա նվազում ենք, կործանվում է ամեն ինչ, տնտեսությունը ձախողման եզին է կանգնած։ Մարտ ամսին 750 միլիոնի պարտատոմս են տեղաբաշխել, 200 մոտ 300 միլիոնի արտաքին պարտքներ մեծացրել։ Այսինքն 1 միլիարդով տարին ընդամենը 5 ամիս չկա ինչ սկսել է, միլիարդից ավել նոր պարտք են ներգրավել։ Ազգային ժողովում Հայաստան խմբակցությունը միշտ է կոշտ ելույթներ ունենում, բայց ԿՊ-ի արձագանքը թեև տենց հիվանդագին է, վիրավորում են, ամեն դեպքում այս աստիճան չէ, ինչպես երեք եղավ։ Ինչու է ձեզ ԿՊ-ն այդ աստիճանի ջղաձգվում Ռոբերտ Քոչարյանի անունը լսելիս եւ հենց կոնկրետ Լևոն Քոչարյանի ելույթներից։ Նախ վերադառնալով ձեր առաջին ասին, կարծում եմ, որ իրենք ինչ ասես կարող են ասեն եւ պատասխան չստանան։ Պատասխանն է ստանում, սկսում են ջղաձգվել։ Հիմա այո, ԿՊ-ն խիստ ագրեսիվ է Հայաստան Դաշնքի նկատմամբ, նախագահ Քոչարյանի նկատմամբ, Դաշնակցության նկատմամբ, որովհետեւ վտանգ տեսնում է Հայաստան Դաշնքից, քաղաքական ռեալ կայացած ուժերից։ Հիմա հարյուրավոր խմբեր եւ խմբակներ կան, ովքեր իրենց կոչում են ընդդիմություն, արմատական ընդդիմություն, չգիտեմ, խորհուրդներ են տալիս, նախաձեռնություններով են հանդես գալիս։ Դրանց նկատմամբ որևէ հակադարձում չկա, որովհետեւ իրենք հասկանում են, չէ՞ որ նրանք ֆոն են ստեղծում եւ ընդդիմադիր դաշտը աղճատելու նպատակ ունեն։ Փորձում են խփել նրան, ումից որ վնաս են ստանում, վտանգ են սպառնում։ Դա է իրականությունը։ Դա է իրականությունը, հիմա ինչ դու ասում ես ինչ որ մի բան, անցնում ես պարկեշտության սահմանը, ուզում ես որ պատասխան չստանաս։ Սա այսօրվա նիկոլական Հայաստանի իրավիճակն է, լարված հասարակություն, տարան բաժանարար գծեր, որոնք իրեն գծեցին։ Նույնիսկ փողոցում տեսնում եք, չէ՞, մարդիկ մեքենա ոնց են քշում, լարվածություն իրար նկա։ Փաշինյանի թիմը սերմանել է ատելություն եւ նախկինների եւ Դաշնակցության նկատմամբ այսօր էլ ամեն օր այդ թեզերը շրջանառվում են։ Ձեր կարծիքով ԿՊ-ի անընդհատ այդ կրկնվող թեզերը շարունակում են աջակիցներ հավաքել, թե ոչ։ Գիտեք, որպեսզի սուբյեկտիվ դատողությունների դաշտ չմտնենք, պետք է փորձենք ինչ որ մի չեզոք օբյեկտիվ փաստի վրա հղում կատարենք։ Վերջի հարցախույզը, որին ես տեղյակ եմ, որը հրապարակվել է, Gallup-ի հարցախույզներ, սոցիալական սոցհարցումներ, որ Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի վրա էր 11.5%, եթե չեմ սխալվում։ Հիմա իրանք ասում են, եթե վաղը լինեին ընտրություններ, մենք 50+1 ձայն կհավաքեինք, սուտ են ասում։ Եթե իրենք վստահ լինեին, որ վաղը լինեին վաղվա ընտրություններում կհավաքեին 50+1% ձայն, վաղը չեմ ուսրը Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացներ, չեր ընտրվի, կմնար վարչապետի ԺՊ նույն իրավունքներով, հիմա որ ասում են Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, էլ ինչ եք ուզում։ Հրաժարական տալ նշանակում է հրաժարական ես տալիս, կնիքը հանձնում ու գնում ես տուն ձուկ բռնելու։
Ինքը կմնար, կգնային ընտրություններ, բայց հասկանում են, որ ամբողջ այս վարչական լծակը, որ ունեն, ուժային կառույցները, որ ունեն, մեդիա ռեսուրսները, այդ ֆեյքերը, այդ ամեն ինչը չեն կարող իրենց ապահովել մեծամասնություն։ Դրա համար էլ այսօր ջղաձգվում են։ Ես ինչի՞ չեմ ջղաձգվում։ Հանգիստ։ Ես ինչի՞ չեմ ջղաձգվում։ Հանգիստ նստած ենք։ Իրենք են ջղաձգվում, որովհետև հասկանում են ինչի մեջ են հայտնվել։ Պարոն Խաչատրյան, մենք խոսեցինք կոռուպցիայից, սակայն Փաշինյանը ջղաձգվում է նաև ամեն անգամ հիշելով, որ բանավեճի իր հրավերը անպատասխան է մնացել։ Ձեր կարծիքով նրա հետ բանավիճելու ով ունի։ Նախագահներն ասում են չունենք։ Իսկ ում հետ պետք է լինի Փաշինյանի բանավեճը։ Ես կարծում եմ Փաշինյանը պետք է կանգնի հայելու առաջ եւ ինքը իր հետ բանավիճի։ Որովհետև Փաշինյանը չասեմ 10 տարի առաջ, 5 տարի առաջ, 6 ամիս առաջ մի բան էր ասում, հիմա ուրիշ բան է ասում։ Որպեսզի մերկապահանոց չհնչեն։ Լավ ասում էր դուք ընդունելով Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքը, փաստորեն գծել եք սահմանը, որտեղ ասել եք սահմանից այն կողմ Ադրբեջանից, դու գծել ես սահմանը։ Մի քանի առաջ ասում էր, երբ ասեցին դու ճանաչեցիք Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը, միակ ղեկավարն եք եղել Պրագայում 22 թվականին, ասում է, չէ, ես ճանաչել եմ Հայաստանի սահմանները։ Բա մի քանի ամիս առաջ ասում էի վարչատարածքային բաժանման մասին օրենքը ընդունելով ես դու սահմանները փաստորեն ճանաչի։ Մատ կողմնորոշվի։ Ինչ էիր ասում երեք, ինչ ես ասում այսօր։ Հետևաբար ես կարծում եմ Փաշինյանը պետք է ուղղակի հայելու առաջ կանգնի եւ ինքը իր հետ բանավիճի եւ գա եզրակացության, թե որ Փաշինյանն էր պատմական, որը իրական։ Դուք որպես ուժի ներկայացուցիչ, որը ազգային ժողովի բոլոր գումարումներում ներկա է, ինչպես է գնահատում, որ հայհոյանքը դարձել է սովորական երևույթ ազգային ժողովի ամբիոնից, 3 քպականները դրանով էին զբաղված։ Եթե դու չունես փաստարկներ, դա ասում ես ղժղժալ, գորգորալ, հայհոյելու դաշտ։ Սա է իրականություն։ Չէ, երբ համարց սկսում գորգորալ, հայհոյել, ղժղժալ։ Երբ բացատրություն, փաստ, ապացույց չունի։ Դա է խնդիրը։ Գիտեք, այս մանիպուլյացիաները, գորգորալը, դա ուղղակի փաստարկ չունենալու ապացույց։ Մեծամասնությունը իրանք են, ՊՊՑ-ն այնտեղ կանգնած է։ Այսինքն այդ գորգորալը ոչ խելքի, ոչ տղամարդկության նշան չի։ Ով էլ ասես կնդրես կսկսի կղժղժալ։ Ով որեղ էլ դնես, որ ցանկացած երկրի ցանկացած ղեկավար դա կարող է իրան թույլ տա, բայց անում են արդյոք ուրիշները։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Այսինքն ցույց են տալի իրենց իշխանության որակ։ Դա է իրականություն։ Դա օրինակ Արսեն Թորոսյանն ասում է հայհոյեց բոլոր նրանց, ովքեր նրանց թուրք են ասում վատ իմաստով։ Նախ չգիտենք թուրք ասելու լավ իմաստը որն է, բայց ինչ եք կարծում, սա նրանից չէ, որ իրանք գիտակցում են, որ նրանց այդպես են դիմում։ Գիտեք, շատ հետաքրքիր բան եք ասում։ Մի քանի ամիս առաջ հանձնաժողովներից մեկում քննարկում եղավ եւ իրենց պատգամավորներից մեկը սխալ մեկնաբանելով Գալստյան Լիլիթի արտահայտությունը, ելույթը, ասեց ինքը ինձ կոչել է թուրք, ես էլ թուրքը վերադարձնում եմ Իրան։ Այսինքն նույնիսկ եւ այդ ասողը իրենց են ամենա արմատական գաղափարախոսներից մեկն է, որ մոռանանք ամեն ինչը, բարեկամներ ենք եւ այլն եւ այլն։ Այսինքն նույնիսկ իրենք հասկանում են, որ թուրքը մեզ մոտ թշնամու հումանիշն է։ Հիմա ձեր հարցը Արսեն Թորոսյանին, իսկ կա ինչ որ մեկը, որ մյուսին թուրք ասելով ինչ կոմպլիմենտ է անում։ Դե Նիկոլ Փաշինյանն ասում էր, ես չեմ վիրավորվում, երբ ինձ թուրք են ասում։ Դե թող չվիրավորվի, բայց հիմա դուրս եկեք փողոց եւ մեկին թուրք ասեք։ Տեսեք, քանիսը կվիրավորվի, քանիսը չի վիրավորվի։ Հենց միայն դրանով ցույց է երևում է, թե ինչքան մեծ է խզումը Նիկոլ Փաշինյանի եւ ժողովրդի միջեւ։ Էլ այն ժողովրդական վարչապետը չկա է, որ ասում է մենք գնում ենք գյուղ, մեզ գալիս ասում են երբեք սրանց փակելու։ Այդ դու ո՞նց ես մարդկանց հետ շփվում։ Երբ ես շփվել։ Քո շարասյունը հղի կնոջ վրայերթի է ենթարկում եւ չի կանգնում։ Դու այդ զինված շարասյունով ես երթևեկում, որտեղ պետք է քո հետ խոսեն։ Գնում ես ինչ որ միտեղ հանդիպման, ըստ մամուլում
հրապարակվող նյութերի, նենց casting են անցկացնում, որ հանկարծ մասնակիցներից մեկը մի թթու հարց չտա։ Հիմա ասում են մենք ժողովրդի հետ շփվում ենք։ Կառավարության նիստերից մեկում ինքը խոստովանեց, որ իրան գրած տալիս են, որ գյուղը պետք է մտնել, որը չէ։ Կառավարության նիստերից մեկում ինքը խոստովանեց, որ 7 տարի ձախողվել են, 7 տարի առաջի դասարանում են։ Բա 7 տարի որ ձախողվել ես, հետո Դրա համար կրթվելը նորաձև է։ Կրթվելը նորաձև չի, կրթվելը կյանքի պահանջ է։ Գիտեք, նորաձև կարող է լինի, չգիտեմ, պիջակը, կոշիկը, ականջողը, սանրվածքը նույնիսկ։ Նորաձևությունը ինչ, այսօր կա, վաղը փոխվում է։ Կրթվելը հավերժ է։ Եվ հիմա ինչ 7 տարի վարչապետ է եղել, նոր է կրթվում, այսինքն ինչ էլի մի 25 տարի պետք է մնա, որ մինչև ավարտի, հա։ Եթե առաջի դասարանում 7 տարի է մնացել, երկրորդ դասարանում մի 5 տարի, երրորդում մի 4 տարի, հա, ու հետո, բա երբ է ավարտելու։ Հուսանք շուտով։ Ես հույս ունեմ շուտով իրան ուղղակի դպրոցից դուրս կանեն, ոչ թե ատեստատ կտան։ Պարոն Խաչատրյան, Սև լճի հարակից տարածքների օկուպացիայից անցել է 4 տարի, այս իշխանություններն ասում են մենք խնդիր չենք դնում այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու։ Դիվանագիտական ճանապարհին ինչ որ քայլեր արվում են, թե ոչ։ Տեսեք, երբ այդ կանոնակարգը մշակվեց եւ հետո հայտարարվեց, որ սահմանազատումը սկսել է հյուսիսարևելքից, ես հարց տվեցի թե լիագումարնիստին, թե հանձնաժողովում արտաքին հարաբերությունների Արարատ Միրզոյանին։ Ասացի, որ Հայաստանը ավելի շատ տարածք է կորցրել հարավում։ Շուրնուղ, Ներքին Հանդ, Սև լիճ, Իշխանասար եւ այլն։ Հետո վերև ջերմուկ եւ Հայաստանի լավագույն շահից է բխում սահմանազատումը սկսել հարավից։ Ինքն ասեց, եթե ինձնով լիներ, այսինքն Արարատ Միրզոյանը, ով մինչև նախարարը վարկով հեռուստացույց է առնում, հիմա 250,000, եթե չեմ սխալվում, հիպոթեկ է վերցրել, այդ հիպոթեկի սպասարկումը հասկանում եք, չէ՞, քանի միլիոն է տարեկան։ Ինքը խոստովանում է, որ Իրանից ոչի բան կախված չի։ Ադրբեջանը մատը դրել է, ստեղից եմ սկսում, այդտեղից էլ սկսում են։ Հիմա երբ կհասնեն Սև լիճ։ Աստված գիտի։ Կհասնեն արդյոք, Աստված գիտի։ Որովհետև այդ թուղթը, որը օրինակ Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխան, այնտեղ օրինակ մի հատ կետ կա։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո, եթե այլ հիմք դրվի, կարող է այդ հիմքով գնա սահմանազատումը։ Ես ինչ իմանամ, հիմա խոսում են Ալմաթայի դեկլարացիայի մասին, որը абսուրդ է, որովհետև Ալմաթայի դեկլարացիայի տակ ոչ մեկ չէր էլ հիշում։ քարտեզ չկա դրված։ Այնտեղ խոսքը գնում էր համագործակցության ստեղծման պահին, համագործակցության շրջանակներում, իսկ Ադրբեջանը ԱՊՀ անդամակցել է 1993 թվականին, ինչևէ, կարող է ամեն ինչ փոխվել։ Կարող է ասեն այս պայդրությամբ ինչ սահման կա։ Այնպես որ այդ հեքիաթներ են, էլի թե մենք հույսս վրա ենք դրել հետո։ Երբ թուրքերը մտան, հիշում եք, մտան ջերմուկ, ինչ էին ասում, այսա ուրեմն մատակարարման ուղիները կկտրենք, դուրս կգան, բանակը պատրաստ է իր առաջ դրված խնդիրը կատարի, հետո մի անգամից քաղաքական իշխանություն ասեն, չէ, դա ի նկատի ուներ բանակի գործառույթը, ոչ թե հենց հիմա դուրս ենք անելու։ Որևէ մեկը կարծում եմ չի հավատում, որ այս իշխանությունների օրոք ադրբեջանցիները կգնան։ Նա իրանց համար հանգիստ տեղավորվել են, չեմ բացառում, որ այդ ադրբեջանցիներին որպես զբոսաշրջիկ են հաշվարկում, որպեսզի ցույց տան, թե զբոսաշրջության աճ ունենք։ Իրականում նվազել է զբոսաշրջությունը։ Իմպիչմենտի գործընթացից էլ մի փոքր խոսենք։ Երեք տեղի ունեցածը մեկնաբանելով իմպիչմենտի գործընթաց այդ նախաձեռնության հեղինակները ասում են, տեսեք, որ ասում ենք իրանց հետ ոչինչ չպետք է քննարկեք, պետք է իմպիչմենտ։ Ինչու է ասել։ Այո։ Ինչու է Հայաստան խմբակցությունը դեմ իմպիչմենտի գործընթացից։ Չէ, տեսեք, դա բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Հայաստան դաշինքը դեմ է իմպիչմենտին, մեղանչում են արդարության դեմ։ Հայաստան դաշինքը իմպիչմենտին դեմ չի, Հայաստան դաշինքը դեմ չի կարող լինել Նիկոլ Փաշինյանի իշխանազրկմանը։
Հայաստան դաշինքը եւ նույնիսկ մինչեւ դաշինքի ձևավորումը բաղադրիչ ուժերը դեռևս 20 թվականին պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հայրենիքի փրկության շարժման ժամանակ։ Դիմադրության ժամանակ էին պահանջում հայրենիքի փրկության ներողություն, դիմադրության շարժման ժամանակ էին պահանջում Փաշինյանի իշխանազրկումը, հետո էական մասնակցություն ունեին սրբազան շարժման, այսինքն եղել են կային ուժ եւ կային ուժը, որը թե խորհրդանում, թե փողոցում պայքարում էր հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման, բայց impeachment-ը մի յուրինակություն ունի, յուրահատկություն ունի։ Դու պետք է ներկայացնես տեխնացու, որովհետեւ թե հայրենիքի փրկության շարժման, թե դիմադրության շարժման ժամանակ ոնց էր գնում, չէ՞։ Փաշինյանը գնում է, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, ազնիվ ընտրություններ, նոր իշխանություն։ Երբեք մեր վրա վերմակ չեն քաշել, ասում մենք պիտի լինենք։ Այս պարագայում դու պետք է ասես սա պիտի գա, նա պիտի գնա։ Ես այս պայմաններում չեմ տեսնում ով կարող է լինել այն տեխնացուն, ում օգտին քվեարկի 20 ԿՊԱ-կան։ Դրան հասնելու համար պետք է շատ մեծ ներկայություն փողոցում եւ դրան հասնելու համար պետք է ԿՊԱ-կանների միջև ինչ որ ճակ առաջացնես։ Հիմա մի խոսեք իրանց հետ, բա այդ դեպքում ոնց է ճակ առաջացնել։ Разделение властной բանով, իմաստով, թե Դե կարող եք նաեւ դա ասել, բայց դուք ինչ ես, դու ակնկալում ես, որ 20 հոգի կփոկվի այդ խմբակցությունից։ Լավ, ենթադրենք 2 հոգի էլ երկուսը որոնք դուրս եկան Հովիկ Աղազյան եւ Հակոբ Հասան ենթադրում իրանք էլ իրանք ինչ որ process են սկսել 18 հոգի մարդ դա իրատեսական է կամար ես ոչ խոսքը չի ասում ոչինչ մարդկանց այդքան չի միավորում քան թե միասին գործած հանցանք հիմա բոլորը պատասխանատու են այսօրվա իրավիճակի համար այդ խմբակցությունից գիտեք Նյուրնբերգյան դատավարությունը որ եղավ Չէ, ասում են ես դեմ էի Հիտլերին, ես ասում էի սա մի արա, ես զգուշացնում էի, ես չէի անում, հա, բայց որևէ մեկը չփորձեց Հիտլերի ձեռքը բռնել։ Ոնց որ այդ մարդիկ հասկանում են, որ իրենք համապարտ են։ Եվ հետեւաբար ասել դե հիմա գնան 20 հոգի միանգամից կստորագրեն, չգիտեմ։ Մենք ասել ենք 28 հոգի падգամավոր պատրաստ։ Հիմա էլ կրկնում եմ այն ինչ որ հայտարարություն ունենք, այն ինչ որ գրված է մեր հայտարարության մեջ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Սիրով։